Այս պատկերի ականատեսն են դարձել բոլոր նրանք, ովքեր երեկ երեկոյան ժամը 9-ին մեքենայում էին։ Դժվար է հավատալը, բայց սա հունիսյան Երևանն է։ Տեղացող անձրևն այնքան առատ էր, որ փողոցներից բացի ողողել էր նաև տները։ Քաղաքի հարավային շրջաններում անձրևաջուրն անգամ փակ պատուհաններից էր ներս հոսում։ Ջրածածկույթի մեջ էին հայտնվել նաև մետրոպոլիտենի բարեկամություն կայարանի ստորգետնյա առևտրի տաղավարները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էր անձրևից հետո մի քանի րոպեով շրջել անցումով ու նկարահանել տեղի աշխատողներին, որոնք ոչ թե առուտուր էին իրականացնում, այլ մաքրում էին տեղումների հետևանքները։ Նման տեսարանի պատճառը չափից անհամեմատ առատ տեղումներն են։ Երեկ մայրաքաղաքում 20-25 րոպեում տեղացել է 1 ամսվա անձրև։ Հունիսի նորման Երևանի համար կազմում է 25-ից 30 մմ, իսկ երեկ Երևանի առանձին հատվածներում տեղումների քանակը հասավ մինչև 34 մմ։ Սա նորմալ է, վստահեցնում է մասնագետը։ Ամեն տարի Երևանում նման տեսարանի ենք հանդիպում։ Ընդ որում տեղումները ոչ թե ցիկլոնի հետևանք են, այլ Արարատյան դաշտավայրի լանջերում ձևավորված անձրևաբեր ամպերի, որոնք կուտակվում ու պայթում են մայրաքաղաքի վրա։ Գագիկ Սուրենյանը նաև նկատում է, առատ տեղումների հետևանքով արագ ձևավորված մակերևութային հոսքը միանգամից չի ներծծվում հողի մեջ եւ հավելում, որ դրա դեմը չի կարող առնել անգամ ամենաիդեալական վիճակում գտնվող սելավատար համակարգը։ Անցած տարի նույնպես 2013 թվականի հունիսին նույն քանակությամբ անձրև կրկին դիտվեց Երևանում, առաջացնելով նման կարճատև հեղեղումներ։ Երեկ Երևանում տեղացած անձրևը ժամում 30 մմ-ից ավելի էր։ Համեմատության համար նշենք, որ Արմավիրում տեղացել է 1 մմ անձրև, այն հազիվ ասֆալտն է թռչում։ Վաղը մայրաքաղաքում ջերմաստիճանը նորից բարձրանալու է, բայց հաջորդ 2 օրերին առանձին շրջաներում կրկին անձրև է սպասվում, բայց ոչ այս առատության։ Մխիթարում է հիդրոմետ ծառայության պետի տեղակալը։ Թերեզա Կադայչյան, Գագիկ Շամշյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։